Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն բոլորիդ։ Սիրելի իմ բազմահազար հետևորդներ, իմ հազարավոր Facebook-յան ընկերներ, աշխարհասփյուր հայություն, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Աստծո ձայնը հաղորդաշարը այսօր ուղիղ եթեր է դուրս եկել, որը արտակարգ բնույթ է կրում, որովհետեւ ես ճիշտ ասած այսօր չէի պատրաստում խոսել, սակայն իրադարձությունները այնպիսին են, որ չես կարող որևէ բան կանխատեսել նախօրոք եւ որոշել ինչ որ մի բան եւ անել այնպես ինչպես որ որոշել ես։ Դրա համար բոլոր պարագաներում ասեցի այսօր էլ պիտի խոսեմ ձեզ հետ, պիտի քննարկենք շատ կարեւոր հարցեր եւ մանավանդ այսօրվա միջադեպը։ Խնդրենք միասին Տիրոջը հիմա աղոթքով բացենք, ինչպես որ միշտ, եւ սկսենք մեր քննարկումները։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, եղիցին կամ քո որպես երկինս սեբերկրի, ըսհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարծիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած, եւ մի տանիրս մեզ իփորձություն այլ բրգյազ մեզ իճարե, Զիկոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանը Սավիդենից ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, նախ շնորհավորում եմ բոլորի ցաղկազարդը եւ մեծ պահքի հետ կապված շրջանը, որ ավարտված է եւ վաղվանից ավակ շաբաթ է լինելու, վերջին խորհուրդներն են Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ երկրավոր կյանքին հետ կապված, փրկարար այն խորհուրդներն են, որոնք մեզ մատուցելու են այս շաբաթվա ընթացքի Ես գրել էի իմ էջի մեջ բոլոր այդ նշանակությունները ամեն օր ինչ է նշանակում, ինչ ծիսակատարություններ են նաև եկեղեցիներում կատարվելու եւ իհարկե բոլորին կխնդրեմ մասնակիցը ու հաղորդակիցը լինել այս ամենի, սակայն այսօր պիտի խոսեմ մի իրադարձությանը, որը որ ես բազմիցս ասել եմ այս մասին, ցելի ժողովուրդ, ովքեր որ հետևել են ինձ այսքան տարի, ես պնդել եմ միշտ, որ այս մարդը, որի անունը Տիրադավ Կտրիչ Ներսիսյանն է, մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Հայաստանի պետականության եւ իշխանությունների համար սպառնալիք որպես որովհետեւ այս մարդը ընդունակ է ես պատահական չէ որ տվել եմ տարբեր դիմումներ պատկան մարմիններին իհարկե քնել են այդ դիմումները պատկան մարմիններում որտեղ որ նկարագրված են նաեւ ոչիրները որը որ նա պատվիրել էր ընթացքի իր այս ամբողջ կորցանարար ընթացքի որը եկեղեցին ինքը ուզուրպատոր որպես չկաթողիկոսը Գրիգորի աթոռին Թունավորումներ ու սպանություններ կազմակերպել եւ իրականություն են նրանք դարձել։ Ոչ թե ինքն է անձամբ սպանություն կամ թունավորում իրականացրել, այլ իր պատվերով են հրահրել այլ մարդիկ։ Այսօր դուք բոլորը տականատես էիք, որ միջադեպը տեղի ունեցավ եկեղեցու պատերից ներս, Սուրբ Աննա եկեղեցուն, որտեղ որ այն ինչ որ տեղի ունեցավ, բոլորդ էլ լավ տեսակ եւ իմ էջում ես հրապարակել եմ։ Այս նյութը մի անգամ չգրեցի, մի քանի այսպես ասած նյութերով մի տարբեր բովանդակության, բայց փաստորեն այս նույն խայտարակության մասին է վկայում։ Սա ոչ մենակ խայտարակություն է, սա ողբերգություն է նաև, որ այսօր մենք առնչվում ենք նման երևույթների հետ։ Ճիշտ է, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ, երբ որ իրեն հարց է տվել, իր քարոզարշավի ընթացքում մի տղամարդ ասել է մենք պայքարում ենք դժվար է դա, ասում է մաֆիայի դեմ։ Բայց ես կուզեմ այստեղից արձանագրում անել, որ պետությունը Կարծում եմ ունի ամբողջական գործիքակազմ եւ ինքը չպիտի կռիվ տա մաֆիայի դեմ տարիներով։ Պետությունը կարող է կանխել այդ նույն մաֆիան մեկ գիշերվա մեջ։ Եթե պահանջում է ժամանակավորապես մեր պետությունը պետք է ուրեմն դեմոկրասին դնի մի կողմ, շատ ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, բայց փաստը եւ պետք է տերոր անի։ Հայտարարի տերոր այն մարդկանց, ովքեր որ հանդգնում են պետության դեմ գործել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին դեմ գնալ։ Այսինքն պիտի կանխվի մաֆիան եւ ոչ թե բաց ու թող անենք, որ մաֆիան ինչ ուզենա անի։ Հենա տեսել ենք սիրելի ժողովուրդ, արել են, այդքան տարի արել են իրենք, ինչ որ ուզեցել են։ Եվ ոչ մենակ արդեն լեզվով են հայհոյում կամ նողկալի բաներ խոսում, նրանք գործում են եւ գործում են իրականության մեջ։ Հիմա փողոցում չպատահեց, նույնիսկ եկեղեցու հարևանությամբ չպատահեց, հենց եկեղեցու պատերի ներս պատարակին մեջ պատահեց, ինչ որ պատահեց այսօր։ Սա կրկնում եմ, ահազանգ եմ հնչեցնում 1000-րդ անգամ լեզուս հոգնեց։ Պատկան մարմիններին եմ դիմում, քանի անգամ եմ խնդրել, ասել, աղաչել, պաղատել,
ջղայնացել, ինչ ասես ասել եմ, հա, ամեն ձևի, որտեղ չեմ հասկանում ինչ լեզվով էլ խոսեմ։ Խոսում եմ կոպիտ, ասում են կոպիտ է խոսում Տեր հայրը։ Խոսում եմ քաղաքավարի, հավուր պատշաճի ասում են խոսքը տեղ չի ասում, ականջին, մի ականջի մեջ մտնում է, մյուսից դուրս է գալիս։ Ոնց խոսեմ էլ, որ հասկանան այս մարդիկ, որ պիտի գործեն։ Երբ որ ասում են խոսքերը վերջանում են, գործերն են թակավորում։ Սա իմաստուն խոսք է, սիրելի ժողովուրդ։ Ահա ասիկ, այսօր եկա վկայակոչելու, որ ինչ որ ես խոսել եմ, նախապես զգուշացրել եմ, հիմա պիտի ոմանք ասեն բերաներ, թե ավետարան։ Տեր Սահակը որ ասում է, բա ինչ է ձեզ ասում։ Ասում է, այս մարդը ամեն ինչին ընդունակ է։ Խո ես ոչ թե վրեժ խնդիր ունեմ կամ այս ատում եմ այս սրբապիղծ տականքին, որի անունը Տիրադավ Կտրիչ Ներսիսյանն է եւ ուզում եմ իր վրա ցեղ շպրտել։ Կապ լիցի։ Ես նույնիսկ այդքան ինֆորմացված չեմ, այսինքն ինչ որ նույնիսկ ես գրել եմ, իմ պաշտոնական դիմումները հղելով, նույնիսկ նրանք չեն կարող ամբողջ ամփոփեն, քանի որ ես ամբողջական ինֆորմացիաների չեմ տիրապետում, թե ինչ սատանայություններ է գործել է սատանան, հա, իրականում սատանա է վեհարի տակ ծվարած։ Հետևաբար ինչ է սա նշանակում, սիրելի ժողովուրդ, երբ որ կաթողիկոսը, հա, իբր թե պատվիրում է վարչապետին, արդեն այնյան բան չկա։ Ինքն է գլխավորում ընդդիմությունը։ Իրանք այսօր դա խոստովանում են ընդդիմադիր դաշտի բոլոր կարկառում ներկայացուցիչները, ովքեր որ այս ընդդիմության կորիզն են կազմում, նրանք վկայել են ասեն, որ մեր գլխավոր դերակատարը, մեր առաջնորդը եւ այլն հենց Կտրիչ Ներսիսյանն է։ Ուրեմն այս ամենը ինչ որ տեղի է ունենում իր պատասխանատվությամբ է կատարվում։ Եվ այդ հարցակումը իր իմացությամբ, ոչ մենակ իր իմացությամբ, իր ծրագիրն է, քանի որ Փաշինյանը գնում է եկեղեցիներ եւ բնականաբար ինքը պիտի փորձանք բերի մինչև ընտրություն Փաշինյանի գլխին։ Իրանց առաջ նպատակ է դրված իշխանությունը կործանել, որպիսի ընտրություններին հաղթեն ստահակները, նախին իշխանություն եղած կամ նրանց հետ սերտ աճած գողական ավազակ այս սրիկաները, որոնք ըստ էության նույն աղբամանից են։ Եվ իրենց նպատակը վերարտադրել այս նույն հորի բարկերը ռեժիմը, կրկնում եմ, այսօրվա իմ եթերի մեջ երեկվա իմ ասածները վերհաստատելով, որ պատրաստվում են կայացնել նոր խորհրդային միություն, հանձնելով Ռուսաստանին, բայց պատերազմի բովով անշուշտ, զոհասեղանին դնելով հայ ազգին, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տերորի ենթարկելով, որպիսի վերստին միութենական պետությունը թմբիրից հառնի։ Այդ պետությունը, ես ասեցի, հակաքրիստոսի պետությունը պետք է լինի, չէ որ ասված է հայտնության գրքի մեջ, որ պետք է 1 ժամով իշխանություն ունենան ների հետ միասին է երկրներ եւ նրանց ղեկավարները։ Այդ խորհրդային միությունն են ուզում վերականգնել, որը պետք է լոկոմոտիվը լինի չարագործությունների, չարությունների։ Եղել է Կարմիր գազանը, եղել է 74 տարի եղել է։ Հիմա այդ Կարմիր գազանը ավելի կատարելագործված, ավելի սարսափելի օգտագործելով արհեստական բանականություն եւ բոլոր նրա հնարավոր միջոցները եւ ժամանակակից տեխնոլոգիաները ավելի հրեշավոր բռնապետություն կայացնելու։ Եվ Հայաստան անդամ պիտի դառնա իրենց ծրագրին համաձայն։ Հիմա նրանք խոստումներ են տվել, նրանք գնացել են, ասել են ամեն ինչը անելու ենք հանուն մեր իշխանությանը, որովհետեւ խոստում է, եթե իշխանություն դառնան նրանք որպես մարզի, չգիտեմ, ինչպես որ կլինի, հա, անվանումը ինչպեսին որ կլինի, ինչպես որ կներկայանա այդ նոր հրեշավոր միութենական պետությունը խորհրդային, ապա ես դրա անվանումը հիմա կոնկրետ չգիտեմ, բայց գիտեմ կոդը դրա 666, որը պիտի լինի եւ պետք է գործի հանուն սատանայի, հանուն հակաքրիստոսի, հանուն 3 Սողոմոնի տաճարի վերակառուցման։ Սրանց ծրագիրն է դա։ Ռուսաստանի դաշնության մեջ սատանիստներն են նստած, որոնք կառավարում են եւ արունալից պատերազմը ինչ են կազմակերպել ուկրաինացու իրենց հարևան ոչ մենակ, այլ նաեւ նույն սլովոնական ժողովուրդների փաստորեն ընտանիքա, հա, մի ընտանիք, մյուս ընտանիքի անդամի նկատմամբ։ Հա հենց դրա համար, որ միութենական պետության մեջ առնեն։ Հիմա սիրելի ժողովուրդ, ես կրկնում եմ, քանի անգամներ ես դա ասել եմ, որ ամեն ինչ անելու են, խնդրեմ։ Հիմա առնչվեց երկրի ղեկավարը։ Հասկացավ երկրի ղեկավարը, ով է կազմակերպել, ով է մեջքի ետևում կանգնած։ Այս տահակության, այս այլանդակությունը, որ տեղի ունեցավ եկեղեցու պատերում, եւ գիտեք Աննա եկեղեցու հոգեվորականները, ճակերտավոր, իժերի ծնունդներ, այնտեղի քահանաները սատանեկ են։ Դրանք ամենազզվելի Կտրիչ Ներսիսյանի ստրուկներն են, որ այնտեղ ծառայում են։ Ամենա այլանդակները նրանք են։ Եվ կրկնում եմ, անկանոն գնալը Փաշինյանի այսպես եկեղեցիները դա վտանգ է, նաև իր անձնական անվտանգության խնդիր է այստեղ, որտեղ ես դրա մեջ դա
տեսնում եմ ակնհայտ մի բան, որ այդ փորձանքը այսօր դրանք բազմից են արել, տարբեր փորձանքներ բերել են, չէ՞։ Ինչքան անգամներ պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով փորձեր են արվել։ Հիշեք, այս շրջանում ամբողջ ինչքան են արել։ Զանազան գործողություններ են իրականացրել։ Սա էլ է մի գործողություն։ Սա էլ մի հոկտեմբերի 27-ի փորձ էր այսօր։ Այո, մի նոր հոկտեմբերի 27-ի փորձ էր այսօր։ Եվ այս ինչ որ արվել է մեր դեմ, բոլորի դեմ։ Քրիստոսի եկեղեցու մեջ դուք տեսեք ինչ աստիճանի է սրբապղծությունը ծաղզարտարին։ Այսինքն ամենամեծ տոնն է, չէ՞, ծաղկազարդ է Հիսուս Քրիստոսի հատական մուտքը Երուսաղեմ, նրանք ուզեցին սրբապղծեն, մարդը սպանեն եւ սպանեն երկրի ղեկավարին, սուկ բերեն երկրին։ Իշխանությունը զավթեն։ Այսինքն մատների արանքով չի կարելի դիտարկել։ Ես զարմացած եմ ուղակի, ես զարմացած եմ։ Հիմա այո, այդ մանկլավիկներին հավաքեց բան են, 2 թե 3 հոգի, մի մամուլը գրում է 2, մյուսը գրում է 3 հոգի են ձերբակալված։ Հիմա չգիտեմ 2 են թե 3 հոգիներ ձերբակալված, բայց հարցը կարևորը որ ոչ թե պեշկեկը պատասխան տան, այլ կարևորը պարագլուխը։ Մեխը այդ ծրագրի պատասխան տա։ Վերջապես այդ կտրիչ սատանան պիտի արդարադատության առաջ կանգնի, թե ոչ։ Ուզում եմ հասկանալ։ Ինչ է այդ նշանակում է, որ ինքը կաթողիկոսական աթոռին է, նստած ապօրինի ձևով, կարող է ամեն բան անել, ինչ որ խելքը փչի։ Մարդը սպանի, մարդկանց վրա հարձակվի։ Հիմա ես մի հարցին այստեղից պատասխան եմ տալիս։ Շատերը երբ որ միշտ գրել են Տեր հայր, դուք ինչի՞ չեք գալիս Հայաստան։ Ես անվտանգության խնդիր ունեմ։ Ձեզ էլ ապացույց այսօրվա դեպքեր։ Այո, ես չեմ գա Հայաստան, մինչև ես չտենամ այնտեղ անվտանգ վիճակ։ Որտեվ եթե երկրի վարչապետի վրա են հարձակվում, ինձ պիտի սպանեն այնտեղ։ Ինձ պիտի սպանեն։ Եվ ես դա գիտեմ։ Որտեվ Հայաստանի մեջ այսօր մաֆիան, Փաշինյանի Բերյանի խոսքը, մաֆիան գործում է, մաֆիայի դեմ է պայքարում պետությունը։ Ուրեմն դա ինչ է նշանակում։ Չի հաղթանակել արդարությունը երկրի մեջ, եթե մաֆիան շարունակական ձևով հանցագործությունները կատարում են նրանք, անում են ամեն ինչ որ խելքը փչի։ Եվ եթե այդ թիկնազորը չլիներ, կսպանեին Փաշինյանին այսօր եկեղեցում։ Դուք ականատեսը պիտի դառնայիք սպանության, ծաղկազարդի օրով եկեղեցում պիտի սպանեին պետության ղեկավարին։ Եվ ամբողջ աշխարհով մեկ, բացի այդ ողբը, բացի այս ահավոր մի մեղքը, նաև պիտի խայտարակություն լիներ։ Ամբողջ աշխարհը պիտի մատնացույց աներ հայերին, ասել տեսեք ինչ են անում։ Եկեղեցու մեջ առաջի քրիստոնյա ազգը սպանում է։ Մարդ է սպանում, ղեկավար է գլխատում։ Այս սա պիտի լիներ։ Ուրեմն սա նշանակում է, որ Հայաստանի մեջ կատարվածը այսօր սիրելի ժողովուրդ, սա բան է։ Պետք է այդ պատասխան տան նաև պատկան մարմինները Հայաստանի։ Ես կարծում եմ Փաշինյանը պիտի կանչի այդ բոլոր մարդկանց, ղեկավարներին։ Եվ պետք է հարցերը դրվեն։ Չի կարելի, չեն կարող տարիներով համբերել, սպասել, նստել թախտին, սպասել բախտին, թե երբ պիտի վերջնական հարցերը լուծվեն։ Ես ասել եմ, կտրիչի գլուխը կտրեք։ Եթե նա աթոռի վրա մնաց, կաթողիկոսական գահի վրա բազմել է անօրինական արյան գնով, կախարդությամբ, պոռնկությամբ Լուիս Սիմոն Մանուկյանի հետ եւ կաշառքով, այսօր էլ այդ նույն ձևով պատրաստ է գլխատել իշխանությունը, որպեսզի շարունակական մնա այս աթոռի վրա։ Ուրեմն այս մարդու մեջ պիտի տեսնակ չարիքի կենտրոնը, ես 1000 անգամներ ասել եմ, լեզուս ասում եմ հոգնես, տարիներ շարունակ մատնանշել եմ։ Նա է չարը։ Ոչ Քոչարյանը, ոչ Սերժը, ոչ Լևոնը չեն կարող այդքան չարություն չունեն իրենց մեջ։ Ինքն է լոկոմոտիվը, ինքը չարիք է։ Այս երկրի մեջ, այս եկեղեցու մեջ սրտում դուք ունեք չար որակի ուռուցք։ Այնա մեծ տաստազները տվել է ամբողջ ոչ մենակ հանրապետությամբ, այլ հանրապետությունից դուրս էլ է այդ մետաստազները գնացել, որտեղ որ պատահել է, մասնավորապես Ռուսաստանի մեջ։ Ով է այդ մետաստազները առաջեցնում։ Կտրիչ Ներսիսյան Տիրադավը, իր մանկապիղծ եղբայրը կագեբեշնիկ, Կարոն Եզրասը, Մկրտիչը, Բուրջոն, որ մեկը անունը տամ։ Հիմա ինչ է իմ ասածը, սիրելի ժողովուրդ։ Իմ ասածը շատ պարզ բան է, այդքան հստակ եմ ես դա ձևակերպել, որ այս պետության մեջ, եթե գործում է օրենքը, օրենքի առաջ հավասար պետք է լինեն բոլոր մարդիկ, քաղաքացիներ։ Ցանկացած քաղաքացի, անկախ իր դիրքից զբաղեցրած, իր պաշտոնից, տարիքից, սերից եւ այլն, չէ՞, խտրականություն չպիտի լինի։ Հետևաբար ինչ է դա նշանակում գործնականի մեջ։ Չպիտի նայեն, որ սա կաթողիկոս է։ Չպիտի դրան նայեն, դա աբսուրդ է, ես կրկնում եմ, դա աբսուրդ է։ Ուրեմն կաթողիկոս է դե թող մարդը սպանի, եթե պատրաստ եք դուք իշխանավորներ, պարկել, զոհվել,
Ոչխարի նման, հազար ներողություն, ու եղեք, ինչ ասեմ ես, եթե դուք դրան պատրաստ եք զոհվել, բայց հանուն ինչի պիտի զոհվեք դուք, հանուն դրան, որ Կտրիչ Ներսիսյանը շարունակի իր չար գործերը, այս բանին դրա համար, գիտեք ինչի համար իրենք այդքան սանձարձակ գործում են, որովհետև ինչը նրանք նկատեցին վերջի շրջանում, այլևս Փաշինյանը այդ թեմային չի անդրադառնում, չի խոսում, Արշակը դուրս եկավ, ազատության մեջ է, Միքայելը արդեն սանատորիա է, գնացել է իր տունը պարկել է, Մկրտիչ Պրոշյանը այդ հաստավոր, հաստափոր, հաստավի ստականքը իր քրոջ տղան, Չարք եպիսկոպոսը, էլի եպիսկոպոսը պարկել է իր տան մեջ, իբր թե տանկալանք է, ինչ տանկալանք, հանգստանում են իրենք, Տաշիրի Սամոն իր տան մեջ, սերի կրան ուտում է խորովածներով, չգիտեմ, քյաբաբներով, շամպանյան խմում է, ինչ ասես անում է այնտեղ, ինչ այլանդակություն ասես կազմակերպում է, եւ համարվում է, որ դրանք պատիժ են կրում, այս ինչ պատիժ է դա։ Դա պրոֆանացիա է, դա պատիժ չէ։ Ես չեմ կարող հասկանալ։ Ես գտնում եմ Հայաստանում չի կարող գործել այսօր եվրոպական երկրների պես դեմոկրատիա։ Նույնիսկ այստեղ այդպես բաներ չկան։ Լավ էլ օգտագործում են ուժը, եթե պետք է լինում, բայց այստեղ լավ, սա Եվրոպա է, հասկանում ենք մենք, Եվրոպան մի քիչ ուրիշ է։ Հայաստան ինչ պետություն է, ինչ երկիր է Հայաստանում։ Որ չպիտի դաստիարակեն այս կեղտոտ մարդկանց։ Հիմա տեսեք, մայիսին գիտեն, որ Եվրոմիությունը ներկայացնող երկու ամենաառանցքային, ամենաբարձր աստիճան պաշտոնյաներ պիտի գան Հայաստան, գագաթնաժողովը պիտի լինի Հայաստան Եվրոմիություն։ Վարված են, նախանձում են, ոչ մեկը չի կարողացել մտերմություն ստեղծել, որ Ուրսուլա, ասենք ֆոն դեր Լայնը գա Հայաստան, հա? Կամ Անտոնի Կոշան գա Հայաստան, ոչ մեկ չի կարողացել այդ հնարավորությունը չունի։ Այս մարդը ստեղծել է այդ հարաբերությունը, որ այդ երկու անձնավորությունները պետք է Հայաստան ժամանեն։ Հիմա նախանձությունը դրանք ուզում են դա չթողեն, թույլ չտան, որովհետև իհարկե արևմուտքը շահագրգռված է, Հայաստանի մեջ ներդրումներ են անում եւ այլն, տարբեր ծրագրեր են իրականացնում, Հայաստանը իրենց համար հետաքրքիր երկիր է եւ ցանկություն ունեն շարունակական աշխատել այսօրվա կառավարության հետ։ Սա պարզից պարզ է։ Ուրեմն սա այն հարցն է, որ այս ստահակ ընդդիմություն կոչվածները, որ իբրև թե նրանք ժողովրդի չափկերտավոր շահերից խոսացողներ են, հա, իրականության մեջ նրանք պատվեր են կատարում Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների եւ ամեն ինչին գնալու են։ Իրենց պետք չի Ռուսաստանին։ Դուք տեսեք Ռուսաստանի համար դա ինչ է նշանակում։ Այս պաշտոնյաները գան Հայաստան։ Մահվան հավասար գործողություն է։ Եթե այս ընտրություններում Փաշինյանը հաղթեց, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթեց, վերջ, նրանք պարտված են։ Նամանավանդ որ Կտրիչ Ներսիսյանը չճողոպրեց, չկարողացավ գնալ Մոսկվա եւ այնտեղ չհրճակեց վրտարանդի կաթողիկոսություն։ Այդ դրա համար, եթե նա գնար այնտեղ վրտարանդի կաթողիկոս լիներ, դրանք դեռ հույսեր կփայփայային, որ կարող են ինչ որ carte blanche ունենան եւ հետադարձ ճանապարհ։ Բայց եթե դա տեղի չի ունեցել, մինչև հունիսի 7 արդեն գրեթե 2 ամիս են մնացել ու մի քանի օր ավել։ Եվ տեսնում են, որ ակնհայտ են տեսնում պարտությունը իրենց, մահը, այսինքն նրանք տեսնում են իրենց աչքով իրենց մահը։ Գիտեք, վիրավոր գազանը ամենավտանգավորն է։ Հիմա դրա համար ես ուզում եմ այդ իշխանություններին հարցել ուղղել, ուզում եմ պատկան մարմիններին հարցել։ Ինչի մասին եք մտածում դուք։ Լավ, դուք ձեր մասին չեք մտածում, ուզում եք մորթվել։ Բայց այդ ժողովուրդը մեղ չի։ Այդ ժողովրդին էլ եք ուզում ձեզ հետ տանել։ Մորթել։ Որովհետև եթե դուք վաղը իշխանություն չլինեք, մորթելու են ցանկացած Հայաստանի քաղաքացուն։ Տեսեք այսօր ինչ որ արել են Փաշինյանի դեմ այդ ոտնձգությունը։ Ամեն մեկի գլխից գալու է։ Սիրելի ժողովուրդ, ոտի պիտի կանգնեք, պիտի պաշտպանեք այսօրվա գործող կառավարությունը, որովհետև եթե չպաշտպանեք, դուք ձեզ վտանգելու եք։ Ձեր կյանքը է ուղղակի ոչ թե նույնիսկ ոչ թե ձեր շահերը կամ ապագան, այսպես բաներից չխոսենք վերացական։ Ուղղակի պարզ եմ ասում ձեզ, ուղիղ եմ ասում։ Որպեսզի դուք լավ լսեք ու հասկանաք։ Ձեր կյանքն եք դուք վտանգելու, որտեղ վաղը ձեզ են սպանելու։ Իսկ դուք տիկնազոր չունեք, տիկնապախ նույնիսկ չունեք։ Կգնաք եկեղեցի, ձեզ եկեղեցում կսպանեն։ Եկեղեցում են ձեզ սպանելու, որտեղ դրանք ցույց տվեցին, որ եկեղեցին սպանության վայր է։ Եկեղեցում մարդուն ուզում էին սպանեին, ղեկավարին։ Այսինքն, ինչ որ Բագրատը խոսել է, ամիսներ շարունակ եկեղեցու պատերի մեջ, քարոզ է տվել, ասել է մենք բրեժ պիտի լուծենք։ Մենք ռևանշ պիտի վերցնենք։ Ինչ որ Բագրատը ասում է, չէ՞։ Այս բոլոր բաների մասին նա խոսում էր։ Այսօր նրանք իրակատար են ասում։ Հիմա այսօր ովքեր որ հաղորդություն են ընդունել, կուզեմ մեկ աղոթքել այստեղից քաղեմ։ Դա վերջում արդեն հաղորդությունից հետո որպես փառաբանություն եւ գոհություն, որ անմահ պատարագին սուրբ եւ անմահ պատարագին մասնակցելով ճաշակեցի մարմինը եւ արյունը, հավասիկ
Ծածուկ աղոթքն է, որ պատարակիչ քահանան կամ պատարակիչ հոգևորականն է ասում։ Գոհանամ քսկեն հայր ամենակալ, որ պատրաստեցեր մեզ նահավանգի սուրբ զեգեղեցի, տաճար սրբության, ուր փարաբանի սուրբ երրորդությունը, ալելույա։ Գոհանամ քսկեն Քրիստոս թագավոր, որ պարգևեցեր մեզ կենթանություն կենարար մարմնով եւ արյան մտքով սրբով շնորհած խավություն եւս մեծ ողորմություն, ալելույա։ Գոհանամ քսկեն հոգի ճշմարիտ, որ նորոգեցել սուրբ զեգեղեցի անարատ պահյահավատով երրորդությանը հայսում է մինչև հավիդյան այս աղոթքը փարաբանական, որը ասել եմ ծածուկ է եւ քահանան կընթերցի հաղորդությունը տալուց հետո, այսինքն ճաշակվում է նա հաղորդությունը ընդունում է նախ պատարակիչը տալիս է նաեւ սուրբ սեղանում սպասավորներին, ովքեր որ պատրաստ են հաղորդությունը ընդունելու, որից հետո հավատացյալ ժողովուրդն է հաղորդում, վերջում ինչ որ մնում է կամ մասնակցուի մեջ է անցկացնում հիվանդներին, ցանկացողներին հաղորդություն ստանալ պատարակից հետո, ովքեր որ ուշացել են կամ չեն կարողացել գալ պատարակին, կամ վերջացնում է ինքը մինչև վերջ ուրեմն։ Եվ դրանից հետո այդ աղոթքը հնչում է, մինչև որ երկչախումբը դպրած դասը, այսինքն երգում են։ Գոհանամ քսկեն Տեր։ Կուզեմ ասել, սիրելի ժողովուրդ, դուք պետք է հասկանաք մի պարզ ճշմարտություն, այո, հավատքով, հույսով, սիրով պիտի առաջնորդվենք, հաղորդությամբ պիտի պաշտպանվենք, ինչպես որ երեք ասեցի արդեն այն աղոթքները, ինչպես որ աղոթքների մեջ կարդացի եւ ասեցի ձեզ երեք, սա եղեցի դեղ թողության, որովհետեւ սա մեր համար մի հնարավորություն է, որ զորանանք, առողջանանք եւ դիմակայենք բոլոր դժվարություններին եւ մարտահրավերներին։ Հիմա սիրելի ժողովուրդ, ես կուզեմ, որ իմաստություն ունենաք նաեւ լույսը, Տիրոջ լույսը եւ երկնային իմաստությունը, որպեսզի ձեզ նաեւ մտավոր ուժ ու կարողություն պարգևի։ Զանազանեք չարը, բարուց։ Տեսնակ ձեր աչքերով ով է չարիքը։ Տեսնակ այս եկեղեցիների մեջ Կտրիչ Ներսիսյանը ում է հավաքագրել, քահանաներ են դրանք, հոգևորական մարդիկ են դրանք, հավատքի հետ կապ ունեն դրանք։ Եթե նրանք կապ ունեն հավատքի հետ, նրանք ոնց են արտոնել այս սպանությունը, որ պիտի կատարվեր եկեղեցու պատերից ներս։ Արտոնել են դրանք։ Իսկ Կտրիչ Ներսիսյանը կազմակերպել է բնականաբար ով է պատասխանատու ամեն ինչի համար բոլոր արհավիկների Հայաստանի մեջ այսօրվա պատասխանատուն մի հոգի է, Կտրիչ Ներսիսյանն է, քանի որ նա էլ հայտարարել է եւ իր փոխարեն հայտարարել են ընդդիմության բոլոր կարկառուն ներկայացուցիչները, որ նա է գլխավորում այսօրվա ընդդիմադիր դաշտը։ Ուրեմն պատասխանատուն ինքն է։ Այդ ռևանշիստ Ստահակ Բագրատի տեղը չէ մենակ բանտում, Կտրիչը պիտի իրանից առաջ բանտ ընկներ։ Ուրեմն ես պահանջում եմ այստեղից վերադարձնել բոլոր սրիկաներին, ովքեր որ բաց են թողնվել նորից բանտի խցերը։ Պահանջում եմ ուղղակի։ Ազատեք բանտերը, եթե տեղ չունեք, ազատեք, ուրիշ մարդկանց թող տուն գնան։ Ես պահանջում եմ այստեղից, եթե նրանք պիտի ազատեն, ես պահանջում եմ այստեղից։ Ով պիտի նստի, այս մարդիկ պիտի նստեն։ Առաջինն է Կտրիչ Ներսիսյանը, ազատեցեք բանտը, ղրկեք տուն, նրանք այն մարդիկ, ովքեր նստած են տարիներ շարունակ, ավելի արդար ու մաքուր մարդիկ են եւ ավելի ազնիվ։ Քան թե այս սրիկաները, որոնք ազատության մեջ են։ Ես պահանջում եմ այդ մարդկանց ձերբակալել, անհապաղ Կտրիչ Ներսիսյանը պիտի բանտը նետվի եւ պիտի քննեն։ Ամեն ինչը պիտի քննեն։ Քանի մարդկանց գլուխ է կերել այդ տականքը, անպատիժ մնաց։ Ասում ժամկետ անցած է։ Այսինքն մարդկանց սպանել, թունավորել են, դրանք մահացած են արդեն, չէ, գնացել են հանդերձյալ աշխարհ։ Դատաստանի օրը հայտնի լինելու, չէ, որ նա է կազմակերպել, նա է սպանել։ Հիմա նրանց համար ինքը չի ուզում պատասխան տա, որտեղ ասում է ժամանակը անցել է։ Ոնց կարաք ինձ մեղադրեք։ Հիմա ժամանակը անցել է։ Այսօր ա եղել դեպքը, բռնեք այդ սրիկային։ Ուղարկեք բանտ եւ քննեք այս գործերը։ Ուրեմն չի կարելի հանդուրժել այս ամենը։ Դա ուղղակի ասում սպառնալիք եւ դա գիտեք վերջացավ, ոչ, չի վերջացել դա։ Ով ինձ կհամոզի, կփորձի լոլոներ կարդալ, որ սա այդ չի կկնվի, չարաչարը սխալվում է այդ մարդը, ես հենց հիմա ասում եմ այստեղից եւ վկայում եմ, կկրկնվի։ Եվ ավելի բեթար բաներ կլինեն, եթե չկանխեք դուք։ Այսինքն ձեր ձեռնա, ես ուզում եմ ասել, որ Հայաստանի պատկան մարմինները Հայաստան ուզում են կրկին անգամ ուզում են մարդկանց դնել այսպես ահավոր անհարմար դրության մեջ։ Ես տեսնում եմ, որ ուրեմն շարունակում են մեզ խանգարել եւ իհարկե վախենում են այս խոսքերից։ Ես ասում եմ, ես այստեղից բացահայտումներ եմ անում։ Ես շատ լավ հասկանում եմ, որ նրանք բոլորը դա հասկանում են եւ ուզում են
ամեն ինչով խանգարացնել, բայց հիմա որպես եզրափակիչ խոսք ասեմ, այսօր մենք երբ որ կարդում ենք աղոթքը, հասկանում ենք, որ պիտի փառաբանենք, գոհանանք Աստծուց, ճաշակել ենք մարմինը ու արյունը եւ դրա համար գոհանանք, միաժամանակ պիտի հասկանանք, որ նորոգված հոգեպես մենք պետք է ձեզ հետ մի գործողություն անենք։ Հայաստանի մեջ հաստատենք օրենքի գերակայությունը եւ արդարադատությունը դառնա կյանքի նորմա, բնական, որ պատժվեն մարդիկ, ովքեր որ հանցագործություն են կատարել, անկախ այն բանից, թե ովքեր են իրենք, ինչ են իրենից ներկայացնում։ Այդ ժամանակ նոր մենք կզգանք ձեզ հետ պտուղները քաղցր, կզգանք իրականությունը, որ փոխվել է, բայց մինչ այդ, քանի որ մաֆիան սանձարձակ գործում է եւ պետությունը մեզ ասում է, որ մենք պաշտպանվում ենք կամ չգիտենք, պայքարում ենք մաֆիայի դեմ, դա մի քիչ լուրջ չէ։ Ես դա գտնում եմ, որ դա մի քիչ անդուրջ հայտարարություն է, որտեղ պետությունը չպիտի մաֆիայի դեմ պաշտպանվի կամ պայքարի։ Պետությունը պետք է կանխի շատ կտրուկ բոլոր հնարավոր միջոցներով։ Իսկ միջոցները բավարար են։ Ես 1000 անգամ խնդրել եմ Փաշինյանին այստեղից։ Ասել եմ, պարոն վարչապետ, մի հատ նոր բանտ կառուցեք, այդքան դպրոց սարքեցիք։ Մեզ բանտը պետք է, որ բանտ տանենք այս մարդկանց, այդ խուլիգանները պիտի բանտի մեջ հայտնվեն։ Կամ բաց թողեք այն մարդկանց, ովքեր որ երկար տարին իրենց ազատություն տվեք, ով որ երկար անաստել, սրանց ղրգենք բանտը։ Դրանք պիտի փտեն բանտի մեջ։ Սա է մեր վերջնական խոսքը, սիրելի ժողովուրդ։ Եվ իհարկե, ես ուրախ եմ, որ Հայաստանը հառաջանում է այդ հարցերով եւ եվրոինտեգրման հարցը եւ արմանավանդ, երբ որ տեսնում եք ներդրումները, որ շինարարություններ են մեծ սպասվում եւ այլն։ Բայց մի բան էլ ձեզ ասեմ, գիտեք, մի հատ գաղտնիք եմ ձեզ բացելու։ Ուրեմն Կտրիչ Ներսիսյանը հայտարարել է Մայրաթոռում իր յուրայինների մոտ, որ ինքը ատում է Փաշինյանին։ Եվ որ ինքը Ռուսաստանից քաղանաներ է պատրաստելու, որ գան բերեն իրենց հետ մարդկանց, սուտի մարդկանց, որ ընտրություններին մասնակցեն։ Այսինքն բերեն հայկական ազնագրերով փողի դիմաց բարձկաններին, որ դեմ քվեարկեն քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը։ Սահմանապահներ, չթողեք ներս գան։ Այսինքն պիտի աշխատեն պատկան մարմինները, պիտի զգոն լինեն։ Այս ընտրություններին չեն կարող տանուլ տանք։ Բացառվում է։ Ամեն մեկը պիտի դա հասկանա, ինքն է իր անձնականը տանուլ տալու։ Չեմ ասում գնացեք Փաշինյանի համար դա արեք կամ քաղաքացիական պայմանագրի կուսակցության այդ անդամների, ոչ, ձեզ համար դա արեք։ Ընտրեք նրանց ձեզ համար։ Ձեր ազգային անվտանգությունը դրանով է պայմանավորված եւ ձեր անհատական անվտանգությունը, ձեր անհատ, այսինքն ձեր անձերի։ Երեք որ խոսել էինք, ասել էի, չէ՞ որ Լևոնը ինչ պայմաններ գցեց Հայաստանի մեջ, հա, այդ մարդիկ, որ ոչ մի կապ չունեն նրանք, ոչ մեկը Հայաստան չեն ներկայացնում։ Փաշինյանը ասել է դա, ոչ Քոչարյանը, ոչ Սերժը, ոչ Լևոնը։ Ջուր չկար, տաք ջուր չկար, սառը ջուրը չկար, ջերուցումը չկար, լույսը հանգցրել էր, սովը գցել էր, փողը գողացել էր, ամեն ինչ արել էր, հա։ Նրանք էլ շարունակել են իր չարագործությունները։ Հանուն ինչի համար են դա արել։ Որովհետև նրանք ուզեցել են նոր ճորտերի, այսպես ասած, մի բռնապետություն սարքեն։ Քաղաքացու լեզուն կտրեն, քաղաքացին ռամիկ դառնա, քոչվոր դառնա, իր երկրում դառնա տնվոր, իր երկրում տնվորի կարգավիճակով ապրի, մենակ մի նպատակով, սիրելի ժողովուրդ, որ վերջը նորից հանձնվի Ռուսաստանի կայսրությանը։ Իսկ այսօր արդեն հստակ են ծրագրերը, ասեցի, խորհրդային նոր միությանը, որը հակաքրիստոսի համար է։ Ուրեմն եւ կոդն էլ ասեցի ձեզ 666։ Այս սա է, պետությունը այսօր ուզում են կործանել Հայաստանի Հանրապետությունը նրանք։ Ուրեմն նրանց ձայն տվողը ոչ թե դավաճան է պետության դիտարկումով։ Նա իր անձն է դավաճանում, որտեղ իրեն են սպանելու, այնինքը որ ընտրի դրանց նա գլուխն են ուտելու, ակամա ուտելու են, կամ պիտի ուրանա Քրիստոսին, կամ ինքը վտանգված է։ Ես դրա համար չեմ ասում, չհանկարծ չասեն, չփորձեն, որ Տեր հայրը կարոզում է, որ սրան ընտրեք կամ դրան ընտրեք։ Ոչ։ Ես ասում եմ ձեր անվտանգության համար, ձեր հոգիների փրկության համար։ Դա արեցիք ձեզ համար եք անելու, չարեցիք ձեզ վնաս եք տալու։ Այդ դրա համար եմ ասում։ Ես չեմ ասում, կուզեք գնացեք ընտրեք, հարցը ստեղ դրա մեջ չի։ Անվտանգության հարց կա, ազգային անվտանգության, պետական վտանգության եւ ձեր անձնական, ոչ մենակ անվտանգության, հոգեվոր փրկության նաեւ։ Ուրեմն սատանայի հետևից չպիտի գնաք։ Հակաքրիստոսի մարդկանց հետևից չպիտի գնաք։ Այլ պիտի գնաք ասուփեշը բռնելով ազգային անվտանգությունը ապահովելու եւ խաղաղության կարգախոսը, որը կյանքի է կոչվել, ծրագիրը, որպեսզի դա կայուն չեմ ասում, այդ դրա համար խանգարում են, որ իրաց սրտից լիներ, հիմա ով պիտի խանգարեր։ Հավասիկ տեսնում եք, չէ՞,
Ուրեմն ինչ դեմոկրատիայի մասին կարող է խոսք գնալ։ Դուք անում եք, բայց իրանք ինչ են անում։ Նրանք խոսքն են կտրում։ Որովհետև վախն է մեջը։ Իրենց կառավարում է վախը։ Բայց դեռ չգիտեն վախը իրական վախը որն է լինել։ Հենց ես եմ իրանց վախը չափելու, սիրելի ժողովուրդ, հենց ես։ Հետևաբար եկեք կարճաղոթքով վերջացնենք, որտեղ շատ են համահանում արդեն, աչնարարչական, բազուկը սփռչական, Սուրբ Խաչը տերունականին ձեզ պաբան, այսումետև մինչև հավիտյան ամեն։ Ուրախացեք, մարդիկ կան ժպիտով սմայլիկ են ուղարկում, ուրախացեք, վերջը պիտի տեսնաք ինչ եք։ Ինչի վրա եք ուրախանում, ձեր անձնական դժբախտության վրա պիտի ուրախանաք։ Այստեղից զգուշացնում եմ, անձնական դժբախտության մեջ չընկնեք։ Երբ որ վաղը դժբախտությունը ձեր դռները հերթով թակելու է, այն մարդու մոտ եթե գնաք եւ մտածեք ինքը ճիշտ է, ընտրենք սրան, ընտրենք նրան, հեռու մնանք այսօրվա իշխանությունից, ահավասիկ դուրը թակելու է պատերազմը, աղետաբեր, արհավիրքները, նոր արտագաղթի ալիքը բարձրանալու է, նոր աղքատության ալիքն է բարձրանալու եւ խեղդվելու եք աղքատության մեջ եւ ձեր կյանքերը նաեւ կխեղվեն, որովհետեւ ձեզ ուղակի սպանելու են, հիշելով նախկինում որ ինչ եք ասել կամ մասնակից եք եղել թեկուս Նիկոլ Փաշինյանի ինչ որ մի միջոցառմանը։ Որոշ խնդիր են լինելու։ Ուստի հասկանաք հստակ, նրանք տերորիստներ են եւ քանի որ նրանք բոլորը սնվում են սատանայից, սատանային են ծառայում։ Գնում են այդ գործերով են զբաղվում, իմանալով որ Հայաստանի վերջը պիտի բան։ Հայրենասիրություն են խոսում, իմանալով որ ռուսին են նվիրելու։ Դուք հասկանում եք իրանք ինչ են անում։ Իրանք անում են այն, ինչ որ չի արել Ատաթուրքը։ Ես ձեզ ասում եմ պարզ, իրենց արածը այն է, ինչ որ մեր, այսպես ասած, պատմական ողերին, ովքեր որ այդպես են մտածում, մեր թշնամիները չեն արել։ Նրանք որտեղ անում էին օտարի, այլ դավանանքի տեր մարդկանց հետ, իսկ սրանք անում են սեփական ժողովրդի հետ։ Որտեղ նրանք դահիճներ են այս պետության, այս ազգի դահիճներ են, նստել են, խոսում են, հայհոյալից, հպարտ, ով է ասում այդպիսի բաներ, մենակ չարը, մենակ դևերը, որ դրանց մեջ գործում են, քանի որ դրանք բոլորն են դիվահար մարդիկ են, ձեզ ասեմ, պարզ եմ ասում, դրանք դիվահարներ են, իրանք ապրում են անվայել կյանքով, իրանք ապրում են Աստվածաշունչ Մատյանի պատվիրաններին հակառակ, բոլոր պատվիրաններին տասնաբանյային, նրանք ինչ որ անում են, հակառակ է Աստծո ասածներին, ինչ որ Սուրբ Գրքի մեջ ասված, այս մարդիկ սատանիստ են, բարից բուն իմաստով, ես չեմ ասում, որ իրենց վրա պիտակ ուզում են փակցնել կամ ուզում եմ իրենց վիրավորացնել, ես ասում եմ ինչ որ կա, սիրելի ժողովուրդ, նրանք սատանիստներ են, այս խաչը հալածի նրանց, միջի չարը, չարիքներ են ուղակի մարմնի մեջ, որոնք Հայաստանի թշնամիներն են թիվ 1։ Եվ դրանց գլխավերևում կանգնած է, ասում եմ, Տիրադավը, Կտրիչ Ներսիսյանը, որը Հուդա Իսկարիովտացուց ավելի այլանդակ է, Բորջայից ավելի զզվելի է, Կազանոստրայից ավելի սարսափելի է, այս մարդը, որի անունը Կտրիչ Ներսիսյանն է, սուտ կաթողիկոս, fake։ Եվ մենք անպայման դա պիտի մերժենք։ Կարճաղոթքով վերջացնում ենք, աչնարարչական, բազուկը սփռչական Սուրբ Խաչը տերունական լինի ձեզ պահան, այսումետև մինչև հավիտյան ամեն։ Ուշ եւ կարողություն բոլորին, շատ տարածեք, ձեր գրառումները, ձեր լայքերը անվճար են, կսպասեմ։ Տարածումը անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մարդիկ իրազեկված լինեն։ Այս եթերը դրա համար է, որ մենք բոլորս պիտի մեզ հաշիվ տանք, մենք ինչ ենք անում։ Ինչ է մեր ուզածը։ Հայաստանը փոսը իջացնել, կործանել Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ ինքնիշխան պետականություն, կորցնել մեզ ընդհանրապես Հայաստանյաց եկեղեցին առաքելական թաղեր, վերջի ոնց որ ասած դեմքարը դնել, թե ուզում ենք այս ամենից բրցնել եւ իսկապես սկսել նոր մաքուր էջից մեր ընթացքը։ Իսկ սա միայն կարող է հունիսի 7-ը վերհաստատել այդ նոր ընթացքը։ Երբ որ դուք այդ նույն 18 թվականը հիշեցեք, մերժեցեք ընտրատեղամասերում, մերժվեն բոլորը, այն նախին սրիկաները ու դրանց ածանցյալները, որոնք տարբեր դեմքերով նույն սատանեկն են, նույն Կրեմլի շահերը եւ Ռուսաստանի այս հատուկ ծառայությունների սպասարկումները, Հայաստանը խորտակիչները ու դահիճները ուզում են ձեզ կրկին անգամ խաբել ու մոլորեցնել։ Այդ պիտի մերժեք դրանց ընտրատեղամասերում։ Մերժելու օրը հունիսի 7-ին է։ Պիտի ասեք ոչ։ Կտրիչը պիտի բանտի դուր գնա։ Կրկնում եմ, Կտրիչ Ներսիսյանը պիտի սատկի բանտում։ Պիտի սատկինա բանտում։
Ես ասում եմ, իր կյանքը ավարտված է։ Եզրասը պիտի դեպորտ լինի Ուկրաինա։ Եթե մեր պետությունը չարեց այդ բանը, ես շատ կխռովեմ այդ մարդկանց վրա։ Եթե Եզրասը Ուկրաինայում չգնաց եւ իր կյանքը չվերջացավ այնտեղ, պիտի պատասխան տա Ուկրաինայում ժողովրդին եւ պետությանը իր հանցագործությունների համար։ Իսկ կտրիչը Հայաստանի քաղաքացի որպես Հայաստանում պիտի արդեն պատասխանի այդ սաղ իր ոչերները մեջտեղ հանեցեք։ Ամբողջ թալանել է ամբողջ Էջմիածինը, ստուգեք, մտեք, քանի անգամ ասեմ ձեզ։ Ստուգում իրականացեք։ Կողոպտել է, ամբողջը թալանել է, ամբողջը կերել է։ Բայց գիտեք, մենակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են թալանել ու Լևոն Տեր-Պետրոսյանը, դրանք մենակ թալանել են Հայաստանը, ոչ։ Նրանք թալանչիներ են պետական մասշտաբով, իսկ ինքը եկեղեցու խողովակով ամեն ինչ արել են, նրանց օգնել են նաև, որ դրանք ծեր փողերը, որ դրանք այսպես ասած գողացածը իրենց օֆշորներ տանեն անցկացնեն իր եկեղեցական այս հաշիվներով, բաներով, այդ մեթոդներով։ Այս սա են արել ամբողջ այս պատմությունը 30 տարվա։ Հայաստանը թաղել են ստի, կեղծիկի, անօրենության մեջ։ Այդ են արել իրենք, ուրիշ խո բան չեն արել, սիրելի ժողովուրդ։ Վնասից բացի ինչ են արել այս մարդիկ Հայաստանին, ոչ մի բան չեն արել։ Ամեն մեկը իր լուման ունեցել է Հայաստանը կործանելու գործում։ Հիմա տեսել են, որ Հայաստանը պիտի կամաց այս ճահիճից դուրս գա, քայլեր է անում, բա աչքը ծակում է, այդ նույն դպրոցները, որ կառուցում են, կամ շինարարությունները, որ գնում են, կամ ճանապարհները, որ հարթվում են, եւ առհասարակ ինչ որ ծրագրեր մշակվում են պետական մակարդակով, այսինքն կառավարությունը ամենօրյա իրենց կրտնաջան աշխատանքներով ինչ որ արվում է, ուզում են խորտակեն, որտեղ իրենց համար ժողովրդին, երբ որ մի բան արվում է, իրենց սրտից արյուն է գալիս։ Ոնց է պետական բյուջեն չի մսխվում, գրպանները չի մտնում, այլ նպատակային է օգտագործում։ Այդ դրա համար են իրենք այս վիճակի մեջ։ Ցայտնոտի մեջ են իրենք, որտեղ իրենց համար պետությունը բիզնես բոստան է։ Ինչպես Կտրիչ Ներսիսյանի համար եկեղեցին դուքյան է։ Խուլիգանություն անելու եւ փող աշխատելու, էս են այս մարդիկ։ Դրա համար իրար հետ լավ յոլա են գնացել, ձերքիտված հանցագործություններ են կատարել Հայաստանում։ Իսկ այսօր այդ հնարավորությունը չունեն։ Դրա համար ասում են ատում ենք Փաշինյանին։ Իհարկե պիտի ատենք։ Կտրիչ Ներսիսյանը եւ իր այդ մանկլավիկները, ասում ատում ենք։ Այդ խաղանաներին, սակավակներին, ովքեր որ Աննա եկեղեցու մեջ ծառայում են, ես լնեի հիմա պետական ապարատում աշխատող, հրհան կտայի, կասեի գնացեք հավաքեք իրենց։ Ոստիկանները պիտի գնային ականջներից բռնեին, բերման ենթարկեին, ամեն մեկից հաշիվ պահանջեին։ Խաղմասում։ Ինչ են էս շեն եղել ընդ է, այսինքն կազմակերպել եք բոլորը, Կտրիչը ձեզ հերախոսով ասել է, այս գործերը պիտի ուտեք այնտեղ, մարդ պիտի սպանեք։ Փաշինյանին պիտի սպանենք Ծաղկազարդի օրը։ Եվ ուրախ Ծաղկազարդ անենք։ Սա են ուզեցել։ Եվ ասում եմ, չեն կանգնելու դրա վրա, դրանք շարունակելու են։ Մինչև հունիսի 7-ը, իրենք եւ հունիսի 7-ին էլ ամեն ինչին սպասեք։ Եթե մնան ազատության մեջ, եթե պետությունը աչք փակի, եթե պետությունը ասի, որ մենք ավելի լավ գիտենք մեր գործառույթները, հա? Դա արդեն մեղք է, որտեղ հպարտություն է դա մեղք է։ Լավ չգիտեք, ես ձեզանից լավ գիտեմ, քանի որ ես ձեզ զգուշացրել եմ, ասել եմ այս մասին։ Դե բացեք այն եթերները, որ ես ունեցել եմ, ես դրա մասին խոսել եմ, սիրելի ժողովուրդ, հիմա ես ինչ անեմ։ Ես չեմ ինձ վերագրում, ես մակարե չեմ, Կավլիցի, ես ինձ չեմ ուզում մեծարեմ կամ ինձ մակարե անվանեմ, բայց ես ձեզ ասել եմ, իմ վերլուծականն է լավ աշխատում ու ասել եմ ճանաչելով այս մարդուն ինչ է սպասվում։ Հիմա դրա համար ձեզ զգուշացնում եմ նորից, եթե թողեք այդ ինքնահոսի, որ իրա հունով գնա, ոնց որ գնում է, սպասեք երկրորդ անգամ էլ, երրորդ անգամ էլ ու մի անգամ ասում է դեպքը լինում է, չէ՞։ Այսքան փորձ արեցին, դե մի անգամ էլ Աստված ոչանի հաջողվի իրենց։ Սադանայությունը ով կարող է հակառակը պնդել։ Ով։ Մեկը կարող է հաստատել, որ չի լինի։ Չէ, բնականաբար։ Որովհետև ինքստինքյան պարզ է, նպատակ են դրել, իշխանազավթում, իրականացնել ցանկացած սցենարով եւ գնալու են այդպես մինչև վերջ։ Այսքանը սիրելի ժողովուրդ եւ ինչպես ասեցի արդեն լայն տարածում թող գտնի այս տեսանյութը, սպասեմ բոլորիդ, իմ էջի մեջ բավականին էջում նյութեր կան, տարածեցեք այդ բոլոր նյութերը, ծանոթացեք, այդ թվում նաեւ ավակ շաբաթվա վերաբերյալ, որը որ բացատրականներ են, ինչ է նշանակում մեր քրիստոնյա ժողովրդի համար ավակ շաբաթը, որ ոնց պիտի պատրաստվենք ամենամեծ եւ ամենագեղեցիկ տոնակատարությանը, հրաշապար հարությանը, զատիկը ամեն մեկի համար, ամեն մի քրիստոնյա համար, դա ամենագեղեցիկ կյանքի մեջ ամենալավ, ամենաուրախալի, ամենալուսավոր օր է եւ դրա համար պատրաստում ենք այդքան ժամանակ 7 շաբաթ հոգեպես ենք պատրաստում, ուրեմն խնդրում եմ մտեք եւ այսպես ընթերցելով նյութերը ձեր նաեւ մեկնաբանությունները թողեք ուշ եւ կարողություն հետեւեք իմ Facebook-յան էջին միշտ
այնտեղ թարմ տեղեկություններ կքաղեք եւ նաեւ հոգեվոր սնունդ, որտեղ որ անպայման զուգահեռ մեր առօրյային եւ այդ պայքարի, որը մղում են Կտրիչ Ներսիսյանի եւ նրա ողմակիցների դեմ, անպայման անշուշտ հոգեվոր սնունդին եք մատուցում այս կանը ամեն խաղաղ գիշեր։ Ցտեսություն կհանդիպենք նորից։